գրավիրենք, շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, սկզբում գրանցվենք հարցերի համար, գրանցում։ Գրանցվել է 10 պատգամավոր, հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեր ուշադրությունը, այժմ անցնում ենք քվեարկություններին։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 0 ձեռնպահ 11 որոշումն ընդունվել է վարման կարգով Բաբկեն Թունյան, համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, գիտեք չէ ինչ եմ ասելու։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այս է նախագծերի փաթեթն է, որը որ մենք լուծում ենք մի քանի ամիս շոշափվող հարցը, երբ հարկային խախտումների համար քրեական գործեր են հարուցվում եւ մեր ընդդիմությունը էլի կողմ չի քվեարկում այս նախագծին։ Նշեմ, որ ոչ առաջարկներ են հնչել ձեր կողմից, որոնք որ չեն ընդունվել, ոչ ինչ որ քննարկում ա եղել, այս ընդամենը խնդրում եմ նկատի ունենալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Թունյան։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 1 ձեռնպահ 16 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Պարոն Թունյանի ձայնն էլ հաշվեք, կողմ 71 դեմ 0 ձեռնպահ 6 որոշումն ընդունվել է։ Վարման կարգով համեցեք, պարոն Աղազարյան։ Միացրեք պարոն Աղազարյանի խոսափողը, վարման կարգով խոսք ունի ասելու, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Աշակյան, երբ որ օրենքների նախագծներ կա, որ նույն ձևի են հնչում, կոդն էլ ասեք, որովհետև երբեմն խառնում ենք իրար, ես օրինակ նախորդ բանին կողմ էի։ Պարոն Աղազարյան, Պարոն Թունյանը նշեց, ես այդ նախագծին կողմ էի, օրինակ, ես շնորհակալություն, պարոն Աղազարյան, կառաջարկեմ, որ հավելյալ քարտուղարությանը ասեք, կարծում եմ հնարավորություն կլինի, չէ՞, փոխելու։ Հնարավորություն կլինի, շնորհակալություն։ Եվ քարտուղարությանը կխնդրեմ այսօր այդ կոդերը ավելացնել այստեղ, որպեսզի կարողանանք պարոն Աղազարյանի խնդրանքը կատարածել։ Վարման կարգով պարոն Թունյան, համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Աղազարյան, երկու առաջին ընթերցման նախագիծեր խառնել հնարավոր չէր։ Այն մեկը փաթեթ էր, այսինքն հարկային օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքներում, այս մեկը մաքսային օրենսգրքում է, դե բարձր պարոն Թունյան։ Ու ուզում եմ ասել, որ ուրախությամբ եկեք ողջունեք մեր ընդդիմությանը, որտեղ այս երկրորդ հարկային փոփոխությունների նախագիծը, որ վերաբերում էր ոսկերչության ոլորտում հարկային բեռի թեթևացմանը, շնորհակալություն։ Վարման կարգով համեցեք, պարոն Մինասյան, բայց խնդրում եմ քննարկման չվերացել, էլի համեցեք։ քննարկման չեմ վերածում, արդեն որևէ անգամ է Բաբկեն Թունյանը իրեն իրավունք է վերապահում դաս տալ։ Պարոն Թունյան, հանգիստ նստեք ձեր տեղը, ձեր քվեարկությունները կատարեք, մենք ունենք հիմնավորումներ, եւ այո, ոսկերչության վերաբերյալ այս փոփոխությունը, որ դրական է, դրա համար էլ կողմ ենք քվեարկում։ Հեքիաթներ մի պատմեք։ Եղավ որևէ անգամ։ Խնդրեմ ուղղակի տոնայնությունները զսպեք, էլ եթե բան ունեք ասելու, կարող եք հանգիստ արտահայտվել, ասենք այդ տոնայնությունը փոխել, ինչ որ կոնֆլիկտային դասեր տալ, բան, ասենք, առաջարկում հանգիստ լինել, էլի, հանգիստ։ Զուսպ լինելու կոչ եմ անում, բան։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Վարման կարգով համեցեք, պարոն Մինասյան։
Հաշվի առնելով որ այս օրենքի նախագիծը վերաբերում է մի շարք հոդվածների, որոնք վիճարկվում են Սահմանադրական դատարանում մեր կողմից, Հայաստան խմբակցության այս հարցի քվեարկությանը չի մասնակցում։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 0, ձեռնպահ 5 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած տեսալսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 3, ձեռնպահ 15 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած հարկային ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։ Կողմ 58 դեմ 0, ձեռնպահ 18 որոշումն ընդունվել է։ Քվեարկության է դրվում կառավարության ներկայացրած հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Քվեարկություն։